Բարև ձեզ հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ հայ գերիների շահերի ներկայացուցիչ միջազգային փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար Տիկին Սահակյան։ Այսօրվա մեր զրույցը առավելապես նվիրված է լինելու Բաքվում պահվող մեր հայրենակիցների ճակատագրերին եւ ուզում եմ սկսել ԵԽԽՎ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ձևակերպումից պատերազմի հետևանքով պահվող անձինք ընդհանրապես այս ձևակերպմամբ ու մեկ նախադասությամբ նա այդ ամբիոնից խոսեց գերիների խնդրից, նույնիսկ խուսափեց օգտագործել գերիներ եզրույթը, այնինչ դա մի հարթակ էր, որը երևի ճիշտ վայրն էր խոսելու, ներկայացնելու այն իրավիճակը, որում այսօր գտնվում են հայ գերիները, կտրված կապի բոլոր միջոցներից, քանի որ Բաքվում նաև Կարմիր խաչի գործունեությունն է դադարեցվել, խնդրեմ նախ գնահատեք այս ձևակերպումը եւ արդեն խորքում ինչ է այն իր մեջ պարունակում, ռիսկեր, վերաբերմունք պետության կողմից։ Նախ նշեմ, որ մասնագիտական տեսանկյունից անազատության մեջ պահվող եզրույթը խնդրահարույց չէ, այն ամենաընդգրկուն եզրույթն է, որի տակ կարող են ներառվել ազատությունից զրկված ցանկացած իրավական կարգավիճակ ունեցող անձինք, թե գերիները, թե ռազմագերիները եւ թե քաղաքական բանտարկյալները։ Մյուս կողմից, երբ մենք ներպետական իրավական համակարգի տրամաբանությամբ ենք մտածում, թե կալանավորվածը եւ թե ազատազրկման դատապարտվածը եւս համարվում են անազատության մեջ գտնվող անձինք։ Այսինքն համահարթեցում է դնում այստեղ օգտագործվել է ընդհանրական եզրույթ եւ դետալներ չեն ներկայացվել հայերի կարգավիճակների առանձնահատկությունների վերաբերյալ, որը թերևս կարող է ընդունելի լինել հաշվի առնելով ամբիոնը եւ ելույթների առանձնահատկությունները, բայց մասնագիտական տեսանկյունից մենք խնդրահարույց ենք դիտարկում, որ գնահատական չտրվեց անազատության մեջ պահելու հիմքին, դրա ոչ օրինական ապօրինի լինելու հանգամանքին եւ երբ միջազգային աշխատանք է կատարվում ազատ արձակման ուղղությամբ, հենց արձանագրվում է անազատության մեջ պահելու ապօրինի բնույթը։ Եթե անազատության մեջ պահելը ունի իրավական հիմքեր, մենք այստեղ մարդու իրավունքների խախտման դաշտում չենք հայտնվում, ուստի խիստ կարևոր էր, որ արձանագրվեր Բաքվում պահվող հայերի ապօրինի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, ինչն էլ համապատասխանաբար պետք է առաջ բերեր նրանց ազատ արձակման պահանջ սպասում։ Սա թերևս խնդրահարույց է եւ նաեւ նշեմ, որ թե Եվրոպայի խորհրդի շրջանակներում եւ թե Եվրոպական միության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերը բազմաթիվ քննարկումների առարկա են եղել եւ ընդունվել են մի շարք բանաձևեր, որտեղ ընտրված լեզուն արձանագրել է մարդու իրավունքների խնդիրները, չմոռանանք, որ նույն Եվրոպական միության շրջանակում ընդունված փաստաթղթում արձանագրվել է էթնիկ զտումը հայերի կամ ապօրինի անազատության մեջ պահելը, ուստի չեմ կարծում, որ խնդրահարույց էր այն հարթակում ապօրինի տերմինը օգտագործելը, որը իր գործունեության շրջանակում անդրադարձել էր հայ գերիների խնդրին, պահանջել էր ազատ արձակել, գնահատելով այդ անազատության մեջ պահելու ապօրինի բնույթը։ Դա գուցե խնդրահարույց չի եղել ԵԽԽՎ հարթակի համար, բայց ըստ իշխանության տեսակետների հավանաբար խնդրահարույց է եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ, որովհետև այս իշխանությունը որդեգրել է քաղաքականություն, երբ խաղաղությունը փայփայելու այսպես ձևակերպման տակ կատարում են ադրբեջանական բոլոր պահանջները ու մի բան էլ ավելին, իսկ խոսել Բաքվի կողմից ապօրինի գործողության մասին, դա Նիկոլ Փաշինյանի ընկալմամբ գուցե կխաթարեր այդ խաղաղություն կոչված գործընթացը։ Այստեղ կա բավականին անկեղծ հանրային կոմունիկացիա եւ հստակ մատնանշվում է, որ բանակցային գործընթացը վտանգող քայլեր կարող են տեղի ունենան կամ դրանք այդպես կարող են ընկալվել ադրբեջանական իշխանությունների կողմից, ուստի խաղաղության համատեքստում Հայաստանի իշխանությունները ձեռնպահ են մնում
այնպիսի գործողություններից, ձևակերպումներից, որոնք իրենց ինքնագնահատականի հիման վրա կարող են խաթարել այդ հարաբերությունները։ Սակայն հասկանալի է, որ կա սուբյեկտիվ ընկալում եւ կա օբյեկտիվ իրականություն, մարդու իրավունքների խնդիրների բարձրաձայնումը ունի դրական ընկալում եւ այն միակ նախապայմանն է, որի պարագայում միջազգային հանրությունը կարող է դիմել գործողությունների։ Եթե չկան բարձրաձայնված մարդու իրավունքներին առնչվող խնդիրներ, չկա նաև միջազգային ներգրավվածություն։ Ուստի խնդիրների մասին չխոսելը, դրանք քողարկելը Հայաստանին տանում է դեպի հայ-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների բացառիկության տիրույթ եւ ավելի մեկուսացնում է միջազգային հանրության ներգրավվածությունը, ինչը իմ գնահատմամբ կարող է նաև բացաբար անդրադառնալ խաղաղության գործընթացում եւ մյուս կողմից կարծում եմ, որ իհարկե խաղաղության ընդհանուր գաղափարախոսությունը ընդունելի է յուրաքանչյուր անձի համար, սակայն կարևոր է շարունակական վստահելի եւ հարատև խաղաղության կյանքի կոչումը, որի համար պետք է միջավայր լինի, որի համար նախադրյալներ պետք է ձևավորված լինեն եւ կարծում եմ այստեղ սխալ ելակետը այն է, որ խաղաղության ոչ թե չի ձգտում հայկական կողմը, այլ խաղաղությունը անհնար է եղել պատմականորեն այն պարզ պատճառով, որ ադրբեջանական պետական քաղաքականության ներքո այդ հասարակությունը լցված է հայերի հանդեպ ատելությամբ եւ ցանկացած գործելակերպում կա խտրականություն պայմանավորված հենց հայերի էթնիկ պատկանելիության հիմքով եւ քանի դեռ այս պետական քաղաքականությունը մեղմված չէ, վերացված չէ հատուկ միջոցառումներով, հասկանալի է, որ ադրբեջանական հասարակությունը չի կարող խաղաղ համագոյատևել հայ հասարակության հետ։ Կարծում եմ, այստեղ խնդիրները ոչ թե իրավական են, այլ սոցիալական են, հոգեբանական են եւ շատ ավելի խորքային ներթափանցած են դեպի հավաքական ենթագիտակցություն։ Տիկին Սահակյան, գերիների հետ կապված այսօր ինչ տվյալներ ունենք, նախ ահվող անձանց պատանդարվածների գերիների թվային տվյալների մասով ձեր ունեցած տեղեկությունները եւ պաշտոնական Բաքվի ընդունած տեղեկությունները տարբեր են, որովհետեւ Բաքուն հաստատում է 23 անձի արկայությունը իր տարածքում, բայց ձեր տվյալները փաստական հիմքերի վրա հիմնված այլ բան են ասում, խնդրեմ ներկայացրեք դրանք եւ նաեւ անդրադարձեք Կարմիր խաչի գործունեության դադարեցմանը, դա ինչ իրական գետնի վրա խնդիրներ է ստեղծել եւ հարազատների հետ կապի միջոցի տեսանկյունից եւ նաեւ որոշակի ճշգրիտ ինֆորմացիա ստանալու առումով այդ մարդկանց ֆիզիկական, առողջական, հոգեբանական վիճակի մասին։ Նախ նշեմ, որ գերեվարման թվերի մասով մենք նշել ենք եւ դրա հիմքում ընկած է փաստահավաք գործունեությունը, որ ավելի մեծ թվով հայեր են գերեվարվել, քան պաշտոնապես ընդունվել եւ հաստատվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից եւ հայրենադարձումներից հետո այս պահին Ադրբեջանում պահվում են 23 հայեր, որոնց ճակատագիրը հայտնի է, առնվազն նրանց ողջ լինելու հանգամանքը հաստատված է մի քանի միջազգային խողովակներով, այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Կարմիր խաչ միջազգային կոմիտե, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից չհաստատված գերիներին, ապա նրանք փոխել են իրենց կարգավիճակը գերու կարգավիճակից անցում կատարելով բռնի անհետացած գերու կարգավիճակին, ինչու, քանի որ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ այս պահի դրությամբ մենք չունենք ստուգված տեղեկություններ եւ Ադրբեջանը հերքում է իր առնչակցությունը այդ միջադեպերին, ուստի այս անձինք գտնվում են անհայտության մեջ եւ քանի դեռ
չեն իրականացվել քննություններ, որոնողական գործողություններ, քանի դեռ ստուգված տեղեկություններ չեն ստացվել նրանց ճակատագրերի վերաբերյալ, մենք ընդհանրապես ենթադրական բնույթի հետևություններ ենք կատարում, ուստի նրանք բռնի կերպով անհայտության մեջ տարված անձինք են, որոնց վերադարձի մասին խոսք չի կարող լինել։ Նախ եւ առաջ պետք է պարզել նրանց գտնվելու վայրը, փաստացի կարգավիճակը եւ նրանց ողջ լինելը ստուգելուց հետո նոր կատարել աշխատանք հայրենադարձության վերաբերյալ։ 80 անձի մասին էր խոսքը, եթե այո, եւ այստեղ մենք կարողացել ենք փաստագրել 80 դեպքեր, ընդ որում այս 80 դեպքերը հիմնավորվում են բարձր արժանահավատության ապացույցներով, այդ թվում տեսաձայնագրություններ, այդ թվում լուսանկարներ եւ ինչու ոչ հայրենադարձված գերիների վկայություններ, որոնք եւս արժանահավատության տեսանկյունից գնահատվել են։ Եվ իհարկե մենք խոսում ենք, որ կոնֆլիկտի շրջանակներում նաև սպանվել են գերիներ, որոնք գերեվարման ընթացքում է տեղի ունեցել, այսինքն ոչ թե մարտական գործողությունների հետևանքով զոհեր են, այլ զենքը վայր դրված հատուկ պաշտպանության ներքո գտնվող գերիներ են եղել եւ այդ դեպքերից մի քանիսը նաեւ հրապարակային քննարկվել է, օրինակ բոլորիս հայտնի է հենց Հադրութի գնդակահարության դեպքը, երբ տարեց անձը երիտասարդի հետ հրապարակում դրոշով փաթաթված գնդակահարվում է, սա կլասիկ պատերազմական հանցագործություն է, երբ հատուկ պաշտպանության ներքո գտնվող գերեվարված անձը, որը այլևս թշնամական որևէ գործողություն չի կատարում հակառակորդի զինված ուժերի նկատմամբ, զրկվում է կամական կերպով իր կյանքից։ Ընդ որում ցուցադրաբար։ Իսկ թիվ ունեք նման դեպքերի։ Նման դեպքերով ես կարող եմ ասել, որ մենք առհասարակ ֆիզիկական, ուրեմն քաղաքացիական անձանց եւ զինվորականների սպանությունների շուրջ 30 գործ ենք վարում մարդու իրավունքների եվրոպական դատարանում, բայց հասկանալի է, որ սա ընդհանրապես պատկերի մի մասն է եւ մենք չենք կարող ամբողջական տեղեկություններ հայտնել կոնֆլիկտի ընթացքում հաստատված դեպքերի։ Դրանք մեր կողմից փաստաթղթավորված եւ իրավական գործընթացի մաս դարձած դեպքերն են եւ դրանք ակնհայտորեն հատվածական են։ Հիմա անդրադառնամ Կարմիր խաչի գործունեությանը, նախ հունիս ամսին տեղի ունեցել վերջին տեսակցությունները, հանդիպումները հայ պատանների հետ, դրանից հետո Կարմիր խաչը զրկված է եղել նաև մարդասիրական բնույթի մյուս գործունեությունը իրականացնելու հնարավորությունից եւ մենք նաև տեղեկացանք, որ սեպտեմբերին ամբողջ ծավալով դադարեցված է Կարմիր խաչի գործունեությունը եւ սա ազդում է ոչ միայն հայ պատանների, այլ նաև մարդասիրական աջակցության կարիք ունեցող մյուս անձանց իրավունքների պաշտպանվածության վրա եւ սա պետք է դիտարկել հենց միջազգային կառույցների վերահսկողությունից դուրս որպես գլոբալ խնդիր, այո, գործելու Ադրբեջանի իշխանությունների գործելակերպի մասին, ինչը այո գլոբալ խնդիր է եւ դա ազդում է նաեւ լրագրողների, փաստաբանների, իրավապաշտպանների, ընդդիմադիրների գործունեության վրա։ Եվ մենք միշտ բարձրաձայնել ենք, որ նաև խոշտանգումների կանխարգելման մեխանիզմները չեն գործել Ադրբեջանում եւ հայերի առնչությամբ գործունեություն չեն իրականացրել։ Մի քանի օր առաջ մեծ տեղեկություն հասավ, որ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն կարողացել է երկար բանակցություններից հետո մուտք գործել Ադրբեջան։ Թե արդյոք տեսակցել են հայերին, եթե այո, ում, արդյոք բոլորին, թե ներկայացական մի քանի դեպքով է տեղի ունեցել այցելությունները, դեռ ստույգ չէ, բայց չեմ բացառում, որ տեսակցությունների այս ad hoc մեկ անգամյա այցելության շրջանակում նաև կապ ապահովված լինեն հայ պատանների հետ, այս առնչությամբ կարծում եմ ապագայում ավելի որոշակի տեղեկություններ կունենանք։ Բայց սա մեկ անգամյա այցելությունն է, այս այցելությունը չի
կարող փոխարինել Կարմիր խաչի պարբերական գործունեությանը եւ մենք կարող ենք արձանագրել, որ հայերը գտնվում են բացարձակ մեկուսացվածության մեջ, արտաքին աշխարհի հետ կապը սահմանափակված է անմիջական շփումների տեսանկյունից եւ կա ընդամենը հեռախոսազանգերի հնարավորություն ընտանիքի անդամների հետ, որը իրականացվում է ուժեղացված վերահսկողության պայմաններում եւ նաև անձինք չհանդիպելով անկախ կառույցների ներկայացուցիչների հետ հայտնվում են ծանր հոգեբանական կաշկանդված եւ ծանր հոգեբանական վիճակում, քանի որ միջազգային կառույցներին հայտնիությունն է, որ թույլ է տալիս ունենալ պաշտպանվածության զգացմունք առնվազն զգացողություն եւ եթե արտաքին աշխարհի հետ կապը կտրվում է, այստեղ մարդիկ գիտակցում են վերահսկողությունից դուրս գտնվելու հանգամանքը, որտեղ կարող են արտակարգ զարգացումներ լինել եւ այստեղ մենք ունենք խոշտանգումների ավելի բարձր ռիսկեր ի համեմատություն այն իրավիճակների, երբ կա միջազգային կառույցների գործունեություն եւ մենք այս իրավիճակը մեղմելու հնարավորություն դիտարկում ենք հյուպատոսական այցելությունը, որը պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությունը անմիջական արագ դիվանագիտական հյուպատոսական հարաբերություններ հաստատելու ճանապարհով կամ միջնորդավորված չեզոք երկրների կողմից իրավական հնարավորությունը կա փաստացի դա օգտագործված չէ, այսինքն մենք ունենք բաց թողնված հնարավորություն։ Այսինքն քաղաքական կամքի խնդիր է, եկեք պարզ ասենք։ Այո, բնականաբար այստեղ այլ մեկնաբանություն չի կարող լինել։ Եթե Հայաստանի Հանրապետությունը ցուցաբերի քաղաքական կամք, ունի իրավական հնարավորություն տեսակցելու միջնորդավորված Բաքվում պահվող հայերին, եթե ադրբեջանական կողմը խոչընդոտի Հայաստանի սուվերեն իրավունքների իրականացման, ապա մենք կարող ենք միջազգային հանրությանը բացահայտորեն տեղեկացնել Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն իրավունքների խախտման եւ մարդու իրավունքների խախտումների մասին։ Այս պահին կարծում եմ գնդակը Հայաստանի իշխանությունների դաշտում է եւ պրոակտիվ պետք է գտնվի հենց Հայաստանի Հանրապետությունը։ Եվ կան նաև այլ մեխանիզմներ, որոնք ըստ իրավիճակի կարող են գործարկվել, բարձրաձայնվում է նույն ԵԱՀԿ շրջանակներում գործող մոսկովյան մեխանիզմը, ինչը կարող է փաստագրել մարդու իրավունքներ, սակայն հասկանալի է, որ պետք է լինի ԵԱՀԿ անդամբետությունների աջակցությունը, ինչը ենթադրում է քաղաքական եւ դիվանագիտական աշխատանք, բայց եթե ինտենսիվ աշխատանք տարվի այս ուղղությամբ, իհարկե չենք բացառում նաև այս մեխանիզմի գործարկման հնարավորությունները։ Իշխանությունները ասում են, որ իբրև թե աշխատանք տանում են, ցանկացած քննարկումների ժամանակ այդ հարցը բարձրաձայնում են ու այդ նախաստորագրված, այսպես կոչված խաղաղությամբ հաստատվում էլ գերիների մասին հատուկ չեն նշել, որ մինչև վերջնական ստորագրությունը, եթե հնարավորություն լինի, իբրև թե նրանց վերադարձը ապահովեն, բոլորին հասկանալի է, որ սա մեծ մանիպուլյացիա է։ Իրականում Հայաստանի իշխանությունը ստացվում է, ունի առնվազն դուք թվարկեցիք երկու մեխանիզմ, ել չեմ ասում միջազգային տարբեր հարթակներում անընդհատ այդ հարցը օրակարգ բերելու հնարավորությունը, որոնցից ստացվում է չի օգտվում։ Կարծում եմ հետևյալն է իրական պատկերը, որ միջազգային կառույցների ներգրավվածությամբ, ակտիվ ներգրավվածությամբ խնդրի լուծման ջանասիրություն չի ցուցաբերվում եւ հարցը գտնվում է հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունների տիրույթում, այո, չեմ բացառում, որ երկկողմ քննարկումներում այս խնդիրը բարձրաձայնվում է, բայց մենք չմոռանանք, որ ադրբեջանական կողմը խախտում է միջազգային իրավունքը, որը պահանջում է անհապաղ ազատ արձակել հակամարտության ավարտից հետո ռազմագերիներին, անազատության մեջ գտնվող այլ անձանց եւ դա չկատարելը միջազգային իրավունքը որակում է որպես պատերազմական հանցագործություն, Ադրբեջանը նաեւ Հայաստանի հանդեպ ունեցել է քաղաքական պարտավորություն վերադարձնել գերիներին
գոնե 20 թվականի պատերազմի կոնտեքստում եւ այս պահին էլ պահում է 20 թվականի պատերազմի ընթացքում գերեվարվածներին, ուստի եթե Ադրբեջանը միջազգային իրավունք եւ քաղաքական պարտավորություններ է խախտում, հասկանալի է, որ երկկողմ բանակցությունները չունեն արդյունավետություն եւ այնպիսի պոտենցիալ, որ երաշխավորեն հայ պատանների ազատ արձակումը եւ նաեւ փորձն էլ վկայում է նրա մասին, որ Ադրբեջանը ազատ արձակել է որոշակի պահանջների բավարարում ստանալու պարագայում, այսինքն պատանդային դիվանագիտությունը, hostage diplomacy կոչվածը իր ողջ գուներանգներով գործածվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից եւ նման պայմաններում կարծում եմ ռազմավարական առումով ճիշտ մոտեցում է խնդրի լուծմանը հասնել միջազգային ներգրավվածությամբ, այսինքն կտրել երկկողմ քաղաքական օրակարգի տրամաբանությունը, ապահովել ակտիվ միջազգային ներգրավվածություն եւ հենց այդ ներգրավվածությամբ հասնել ազատ արձակման։ Եվ նաև նշեմ, որ գերիների ազատ արձակումը դա մարդասիրական հարց է, իսկ մարդասիրական խնդիրների լուծումը դա հասարակությունների միջև վստահության վերականգնման միջոցառում է եւ այն կարող է ծառայել որպես երկարաժամկետ, խաղաղության հասնելու նախապայման եւ իմ գնահատմամբ գերիների ազատ արձակումը ավելի կաջակցի խաղաղության գործընթացին։ Հասկանալի է։ Տիկին Սահակյան, կանխատեսումներ կան, որ որքան մոտենա 26 թվականը սպասվող խորհրդարանական ընտրությունները որքան մոտենան, հնարավոր է Հայաստանի իշխանությունները կարողանան գերիների որոշակի խմբի վերադարձնել եւ դա նույնպես օգտագործել քաղաքական նպատակներով, ինչը իդեպ մենք տեսել ենք նախորդած ժամանակահատվածներում, որքանով եք հավանական համարում այս սցենարը եւ ըստ նույն կանխատեսումների այդ խմբի մեջ ամենայն հավանականությամբ չեն լինի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, որոնց մասով այդ շինծու դատավարությունները գնում են եւ Ադրբեջանը այդ դատավարությունների միջոցով փորձում է Հայաստանի Հանրապետությունը ուղղակի հանցագործպետություն հռչակել, դրանից բխող հավանաբար սպասվող հետևանքներով, իսկ իր խոսույթով Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն Հայաստանից, Երևանից նպաստում է Ադրբեջանի այդ նպատակի իրականացմանը։ Ուրեմն նախ այն, որ գերիները ազատ են արձակվում պահանջների բավարարման դիմաց, շատ ակնառու է եւ այստեղ հավելյալ քննարկումներ կարծում եմ կարող են եւ չծավալվել։ Հիմա Ադրբեջանը ինչ չլուծված պահանջներ ունի եւ որ կետում այդ պահանջները կբավարարի Հայաստանը, մենք չգիտենք, բայց գիտենք, որ հարաբերությունները հարթ չեն եւ հարաբերությունների կարգավորման համատեքստում դեռևս Հայաստանը պետք է որոշակի պահանջներ բավարարի։ Արդյոք այդ բավարարումը կհամընկնի ընտրական ցիկլի հետ, ինչպիսին կլինի, դրան կարող են նաև քաղաքական հաշվարկի արդյունք լինել, բայց ես ավելի կկորելացնեի, կկապեի պահանջների բավարարման հետ, այլ ոչ թե բուն ընտրական գործընթացի հետ։ Մյուս կողմից գերիների ազատ արձակումը որքան էլ որ ուղղակիորեն կապված չէ խաղաղության նախաստորագրված պայմանագրի տեքստի հետ, քանի որ այնտեղ բացակայում է դրույթ գերիների վերադարձի վերաբերյալ, մենք հասկանում ենք, որ կա միջազգային ճնշում, կան նաև խաղաղության գործընթացը աջակցող հովանավորող պետություններ, որոնք հասկանում են նաև խնդիրների մարդասիրական բնույթը եւ լինելով այդ գործընթացի պայմանական ասած երաշխավորներ, ունեն իրենց բարոյական քաղաքական պատասխանատվությունը այս խմբի ճակատագրերի առնչությամբ եւ իմ գնահատմամբ դա պետք է անխուսափելիորեն հանգեցնի
քաղաքական ճնշման։ Նույնիսկ եթե ոչ բացահայտ, հա, տեսանելի հանրային դաշտում վստահ եմ, որ ստվերային շփումների ընթացքում նման հարցեր քննարկվում են։ Այս իրավիճակում չափազանց մեծ է հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների պատասխանատվությունը, այստեղ երաշխիքներ հենց ակնկալվում են ամերիկյան կողմից եւ հետաքրքիր զուգադիպությամբ նշեմ, որ սեպտեմբեր ամսին բավականին ակտիվ քննարկումներ են ընթացել Ամերիկայի Միացյալ Նահանգներում կապված հայ գերիների ազատ արձակման հետ։ Նախ 86 կոնգրեսականներ պաշտոնապես դիմել են պետդեպարտամենտին պահանջելով, առաջարկելով ակտիվ ներգրավվածություն ունենալ հայ գերիների ազատ արձակման հարցում, այստեղ դրվել է նաև հայկական մշակութային արժեքների պահպանությունը եւ ինչու ոչ արցախցիների հետ վերադարձի խնդիրը, այսինքն մենք այստեղ տեսնում ենք հա օրենսդիր մարմնի ճնշում գործադիր իշխանության վրա ավելի ակտիվ դերակատարում ունենալ մարդասիրական հարցերում։ Քաղաքականը տեսանելի է, սակայն դրան պետք է համակցել նաև մարդու իրավունքներին վերաբերող հարցեր։ Դա հնարավորություն է, դա ճնշում է, որը իրականացվում է օտար պետության կողմից, բայց կարծում եմ չափազանց կարևոր է պաշտոնական Երևանի դիրքորոշումը եւ ներգրավվածությունը այդ ամբողջ գործընթացներին, իսկ մենք լսեցինք, որ ԵԽԽՎ ամբիոնից նույն Նիկոլ Փաշինյանը Արցախահայերի Արցախ վերադարձի խնդիրը ըստ էության համարում է անիրատեսական, իսկ սա ուղիղ ուղերձ է օրինակ հենց այդ նույն խմբի համար, որը բարձրացնում է այդ խնդիրը եւ գումարած դրա նախորդած հայտարարությունը արդեն Երևանում, երբ նա մի քանի անգամ հարցադրում է հնչեցնում, թե ինչ էին անում 18 տարեկան պատանիները Արցախում, ինչու էին այնտեղ զինծառայություն անցնում, այն մարդկանց, որոնք այսօր գտնվում են Բաքվում, Նիկոլ Փաշինյանը փաստորեն հռչակում է ահաբեկիչ իր հարցադրմամբ։ Նայեք, այստեղ այդ ձևակերպումը շատ հետաքրքրական այլ մեկնաբանության տեղիք է տալիս։ Եթե անիրական է, նշանակում է, որ Ադրբեջանում դեռևս պահպանվում է հայերի անվտանգությանն առնչվող վտանգներ, քանի որ հայերը տեղահանվել են բռնի կերպով եւ շարունակաբար ադրբեջանական հսկողության տակ գտնվելը կարող էր հանգեցնել հետևանքների, այդ թվում ֆիզիկական բնաջնջման տեսքով, եւ միջազգային հանրությունը շատ հստակ նշել է, որ ըստ էության էթնիկ զտման են հայերը ենթարկվել եւ այստեղ բռնի մեթոդներ են գործադրվել։ Հիմա, եթե խաղաղությունը իրական է, նշանակում է չպետք է լինեն անվտանգային ռիսկեր եւ չի կարող լինել խտրական քաղաքականություն հայերի նկատմամբ, որպիսի պայմաններում հետ վերադարձի իրավունքը իրատեսական է, ապահով է, արժանապատիվ է, անվտանգ է։ Եթե խաղաղություն է։ Այո, եւ եթե կա ատելություն, կա խտրականություն, նշանակում է չկան խաղաղության նախապայմաններ, նախադրյալներ, ուստի խաղաղությունը կեղծ օրակարգ է։ Հիմա եթե մենք ցանկանում ենք հասկանալ արդյոք խաղաղություն ձեռք է բերվել հայ-ադրբեջանական հարաբերություններում, ապա պետք է հարց տանք, արդյոք հնարավոր է արցախցիների հետ վերադարձը։ Եթե վերադարձը հնարավոր է, նշանակում է մենք հասել ենք խաղաղության նշանակետին, քանի դեռ արձանագրում ենք, որ խաղաղությունը անհնար է, մենք նաև խոստովանում ենք, որ Ադրբեջանը շարունակում է հայացածության իր քաղաքականությունը, իսկ խտրականությունը եւ հայացածությունը դրանք ցեղասպանությունների հանգեցնող իրավիճակներ են եւ խոշտանգում ներողություն ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիաներն էլ նշում են, որ կանխարգելման միջոցը դա խտրականության բացառումն է։ Եթե մենք հանդուրժում ենք տևական խտրական քաղաքականություն, ապա վիճակի սրումը հանգեցնում է
տվյալ խմբի դեմ բռնի բնաջնջման գործողությունների կատարման եւ հանգեցնում է ցեղասպանության։ Դրա համար կարծում եմ այդ արտահայտությունը իր մեջ նաեւ ուներ խոստովանություն։ Եվ մյուս հանգամանքը զինծառայության մասով կխնդրեմ դրան էլ գնահատական տալ, որովհետև Բաքվում այդ շինծու դատավարություններով անցնող մեր հայրենակիցները ստացվում է, թե հենց դրա համար են դատվում։ Կարծում եմ այստեղ այն, որ հայկական զորքերը պայմանագրային նաև հիմքով գտնվել են Արցախի հանրապետությունում, հստակ է եւ կա կանոնակարգումներ, կան ստորագրված փաստաթղթեր, նաև այս հարցերը միջազգային ատյանների քննարկման առարկա դարձել են եւ նաև նշեմ, որ այլ երկրներում եւս սեփական քաղաքացիների այլ պետության տարածքում ծառայություն անցկացնելու մեխանիզմներ գոյություն ունեն, դրա համար ինքնին այս հանգամանքը խնդրահարույց չէ, բայց դատավարությունների տեսանկյունից նշեմ, որ ինքնին պաշտպանական բանակում ծառայություն իրականացնելը մեկնաբանվում է որպես ոչ օրինական։ Հիմա նույնը ասում էր Փաշինյանը։ Այո, կազմակերպված զինված խմբավորման անդամակցություն, քանի որ չճանաչելով Արցախի հանրապետությունը եւ դրա օրինական ինստիտուտները որակվում է հռչակված պետությունը որպես զինված խմբավորում եւ դրա հովանու ներքո ցանկացած գործունեություն դիտարկվում է որպես ոչ օրինական գործունեություն։ Այո, սա ադրբեջանական նարատիվ է, սակայն այն որևէ կերպ չի բխում միջազգային իրավունքից, պետք է կրկին հիշեցնեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը դարձել է նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկման առարկա եւ 4 բանաձևերից որևէ մեկում անվտանգության խորհուրդը չի համարել Արցախի հանրապետության անկախության ինքնահռչակումը որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտող կամ միջազգային իրավունքը առհասարակ խախտող գործողություն եւ երբևէ չի դիմել ՄԱԿ-ի անդամ պետություններին չճանաչելու Արցախի անկախությունը, քանի որ ակնառու է եղել, որ անկախության ինքնահռչակումը համապատասխանել է միջազգային իրավունքին եւ ինքնահռչակված հանրապետության վարչակազմի եւ այլ քաղաքացիների կողմից կատարված գործողությունները հասկանալիա չեն տեղավորվում ահաբեկչության Եթե պարզեցնենք Տիկին Սահակյան, այսինքն Նիկոլ Փաշինյանը դեմ գնալով միջազգային իրավունքին ադրբեջանական թեզերի բարձրաձայնելու միջոցով փաստորեն այդ հարցադրումը անում է եւ ինքը միանում է այդ թեզերի տարածմանը ու ամբողջ պաշտպանության բանակը այնտեղ ծառայած հազարավոր երիտասարդների, այդ թվում իր որդուն հռչակում է ապօրինի զինված խմբավորման մաս կազմածներ։ Սա թերևս տրամաբանական է, եթե մենք ունենք հայտարարություն, որով Ղարաբաղը ճանաչում ենք որպես ադրբեջանական տարածք, այսինքն եթե ելակետը դա է, հասկանալի է, որ արդեն շղթաձև մնացյալ գործողությունները դիտարկվելու են ոչ օրինական։ Եվ վերջում Տիկին Սահակյան, դուք խոսեցիք այն մասին, որ հակամարտությունների կարգավորման ճանապարհին հումանիտար խնդիրները եւ գերիների վերադարձի խնդիրները հակամարտող կողմերի միջև այսպես մթնոլորտի բարելավման թշնամանքը հաղթահարելու առաջին քայլերից մեկն է լինում, բայց դրա նպատակահարմարությունը Ադրբեջանի կողմից, դրա ցանկությունը որևէ կերպ չի արտահայտվում, այլ հակառակը հնչում են հայտարարություններ, հայ հասարակությունը որակվում է հիվանդ եւ այսպես շարունակ, հետեւաբար, եթե համարենք, որ սա է խաղաղությունը, այս իշխանությունը երաշխիք ունի, որ իր հռչակած խաղաղության պայմաններում դիցուկ վաղը Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի տարբեր հանգամանքներով չի հայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո եւ չի հայտնվի գերության մեջ, ինչ է լինելու այդ քաղաքացիների հետ։ Կարծում եմ երաշխիք չկա,
եւ մենք նաեւ հատուկ երաշխիքներ չենք տեսնում նախաստորագրված պայմանագրի մեջ, եթե խաղաղությունը ստացվի, դա ինքնին կլինի երաշխիք, բայց եթե խաղաղությունը չստացվի, այն բոլոր խնդիրները, որ կան, դրանք ընդլայնվելու են եւ ավելին մենք հայտնված ենք լինելու նաև ոչ բարվոք հանգամանքներում, քանի որ արդեն հանձնած ենք լինելու նաև իրավական պայքարի զենքը։ Չմոռանանք, որ նախաստորագրված պայմանագրով Հայաստանը հանձնառում է պայմանագիրի ուժի մեջ մտնելուց հետո 1 ամսվա ընթացքում հրաժարվել միջպետական բոլոր գործընթացներից, իսկ միջպետական գործընթացները դրանք որոշակի երաշխավորվածություն ապահովող մեխանիզմներ են, ուստի կարծում եմ մենք այս պահին չունենք քաղաքական երաշխիք, չունենք ռազմական երաշխիք եւ կորցնելու ենք նաեւ իրավական երաշխիքը, ուստի իմ գնահատմամբ երաշխիքներ պարզապես չկան։ Շնորհակալ եմ զրույցի եւ վերլուծության համար, հարցազրույցին սպասեք վաղը։